Օրերս Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան կարծես հիշեցում էր, որ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը եւ դաշնակցային հարաբերությունները չեն սպառվել, եւ այդ հարաբերությունները որքան էլ բարդ լինեն, այնուամենայնիվ ունեն խորքային անցյալ։ Եվ այսօր այս աճող հակառուսականության հուզումները կարծես թե ոչ թե իրական ռազմավարական հաշվարկի, այլ հենվում են հիասթափության վրա, սակայն նշենք, որ քաղաքականությունը ոչ թե հույզերի, այլ իրական հաշվարկների վրա արվող գործողությունների շարք է։ Եվ հետևաբար մեր քայլերն ու գործողությունները պետք է կատարվեն ոչ թե հույզով, այլ հեռանկարով։ Եվ այսօր աշխարհաքաղաքական այս վերաձևումների ժամանակաշրջանում հանրային միտքը կարիք ունի սթափ եւ խորքային վերլուծության։ Այս տեսանկյունից վերջերս լույս տեսած աշխարհաքաղաքական գրավիտացիա գիրքը նոր դիտանկյունից աշխարհաքաղաքական վերլուծության նոր դիտանկյուն է բացում։ Եվ սիրով նշեմ, որ հատվածներ մատենաշարից տեսանյութերի շարքում այլևս ներառված կլինի նաև աշխարհաքաղաքական գրավիտացիա գիրքը եւ այս անգամ բացենք փակագծերը հենց այս գրքի տեսանկյունից։ Տարիներ շարունակ ընդունված է եղել խոսել հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին, որը միավորում է հայ եւ ռուս ժողովուրդներին, շեշտվել է նախկին խորհրդային անցյալը եւ այլն, բայց փորձը ցույց է տվել, որ բավական հետեւողական ու ագրեսիվ աշխատանքի արդյունքում այսօր ընդհանուր առմամբ հակառուսական տրամադրությունները բավական հեշտ են տարածվում մեր հասարակության ներսում։ Իհարկե քաղաքական հայտարարությունները դրան նպաստում են, սակայն իմունիտետը, որ պետք է ձևավորված լիներ այս դարավոր բարեկամության արդյունքում, կարծես այնքան էլ արդյունավետ չի գործում, որն է պատճառը։ Տպավորություն է ստեղծվում, որ ավագ սերնդի հիշողության գործոնը ժամանակի ընթացքում կորցրել է իր ազդեցությունը, իսկ նոր ոչինչ չի ստեղծվել այդ բացը լրացնելու համար։ Կարծում եմ այստեղ գործ ունենք եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների հետ։ Օբյեկտիվ գործոններն են 44-օրյա պատերազմը եւ դրանից հետո ստեղծված իրավիճակը մինչ օրս շարունակվող կորուստներով, չկանգնող պարտության անիվով եւ այլն։ Հանրության ընկալման մեջ ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանը միայնակ է մնացել, իսկ երբ հարց է հնչում, թե ինչու է միայնակ մնացել, ումից հույս ուներ ու ակնկալիք, որը չի արդարացրել, սլաքները միանգամից ուղղվում են դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Ժողովրդի մոտ ցանկանում են արմատավորել այն ընկալումը, որ այս բոլոր պարտությունների մեղավորը Ռուսաստանն է։ Զուգահեռ պետք է հաշվի առնել, որ մեզ հետ եւ մեր շուրջ տեղի ունեցողը գնահատելիս հանրությունը հաճախ է տրվում սուբյեկտիվ ընկալումներին, հատկապես, որ բոլոր հնարավոր տեխնոլոգիաներով հանրությանը հետևողականորեն մատուցվում են իշխանական քարոզչամեքենայի թեզերը։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այսօր Հայաստանի իշխանության կողմից ավերվում ու քանդվում է ամեն ինչ, այդ թվում երկրի արտաքին քաղաքականությունը, անվտանգային համակարգը, ուղղություններից յուրաքանչյուրի երկկողմ ու բազմակողմ հարթությունները։ Եվ երբ այդ ավերվող ուղղություններից մեկի վրա սկսվում են իշխանական քարոզչամեքենայի կողմից կիրառվել տարատեսակ քայքայիչ թեզեր, որոնց էլ իրենց հերթին հաջորդում են Ռուսաստանի Դաշնությանը սիրաշահելու փորձերը, իսկ հետո նորից ընդգծված հակառուսական քարոզչություն, բախվում ենք այն իրավիճակին, որում ներկայումս ապրում ենք։ Նորմալ է։ Իհարկե ոչ։ Այս ամենով հանդերձ ցանկանում եմ մեկ շատ կարևոր հանգամանք առանձնացնել։ Եթե Աստված չանի Հայաստանը կրկին պատերազմական իրավիճակում հայտնվի, հայացքը կրկին ուղղելու է դեպի Ռուսաստան։ Ինչ եք կարծում, ֆորս մաժորի դեպքում նայելու են երկնքին, սպասելով ֆրանսիական կործանիչներին, նայելու են թուրքական սահմանի կողմը, սպասելով Թուրքիայից եկող օժանդակությանը, թե մտածելու են վրացական զորքերն են գալու օգնության։ Սա էլ է պայմանական ասած սուբյեկտիվ գործոն կապված էմոցիայի չբավարարվածության, պատճառները ծանր ու թեթև չանելու, ակնկալիքի հետ բախմանը չառերեսվելու հետ։ Վերջի վերջո չմոռանանք մեկ շատ պարզ հանգամանք։ Մենք իրականում ապրում ենք բոլոր ուղղություններով ֆորս մաժորի պայմաններում, սկսած ներքինից վերջացրած արտաքին եւ անվտանգային բաղադրիչներով։ Անգամ չեմ ցանկանում ներքաղաքական բառն օգտագործել, որովհետեւ ներքին կյանքը հասել է հոգեբանական եւ հուզական բոլոր հարթությունների ողբերգական վիճակի 2018 թվականից մեկնարկած գործընթացի հետևանքներով, բաժանարար գծերի գծմամբ, ներսում թշնամանքի խրախուսմամբ, հազարավոր մարդկային կյանքերի կորստով։ Այնքան խորքային խիտ ու ծավալային է ֆորս մաժորն իրական քաղաքականության մեջ, որ այսօր բանականությունը սկսել է տեղը զիջել մանիպուլյացիային, մարդու ինքն իր մեջ պարփակմանը, էմոցիաների գերակայությանը, պարզապես ինքնուրույն չմտածելուն։ Իսկ ամենավատն այն է, որ սա փակ շղթա է, դրանից դուրս չգաս, չես կարող դադարեցնել այդ պտտվող, ավերվող անիվը։
իսկ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ աշխարհաքաղաքական գրավիտացիա գրքում։